Վաղը ապրիլի 12-ին Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում սպասվում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ։ Տեղեկությունը Factor TV-ին հաստատել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Նա սակայն չի մանրամասնել, թե ինչ օրակարգով է նախատեսվում հանդիպումը։ Արարատ Միրզոյանի եւ Հաքան Ֆիդանի վերջին հանդիպումը տեղի է ունեցել նախորդ տարի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում անցկացված 3+3 խորհրդատվական հարթակի հանդիպման շրջանակում։ Անտալիայում հանդիպել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլչը։ Ռուբինյանը նշել է, որ լավ քննարկում է ունեցել Քլչի հետ։ Թուրք դիվանագետն իր հերթին խոսելով հայկական կողմի հետ հաջորդ բանակցությունների մասին, հայտարարել է, որ թուրքական կողմը ցանկանում է զարգացնել գործընթացը եւ կապի մեջ է Հայաստանի հետ, բայց այս պահին բանակցությունների կոնկրետ ժամկետներ համաձայնեցված չեն։ Մեկնաբանելով հարցը, արդյոք Թուրքիան Հայաստանին պահանջ է ներկայացրել սահմանադրությունը փոխելու վերաբերյալ, Քլչը հայտարարել է. Նիկոլ Փաշինյանը նույնպես հայտարարություն է արել սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ։ Այս համատեքստում Հայաստանը կկատարի անհրաժեշտ փոփոխություններն իր սահմանադրությունում։ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է, այս մասին նա հայտնել է Facebook-յան գրառմամբ։ Փաշինյանը նշել է, որ հետևել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին, այցի օրակարգի այլ մանրամասներ նա չի նշել։ Ամուսարի հանքը կվերաբացվի եւ կսկսի շահագործվել ընթացիկ տարվա վերջին։ Հայաստանն այդտեղից կունենա արդյունահանված առաջին ոսկին։ Armenpress-ի զրույցում այս մասին հայտնել է Լիդիան Արմենիայի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։ Նա հիշեցրել է, Հայաստանի կառավարությունն աջակցել է իրենց ծրագրին ու պետական երաշխիք է տվել, ուստի մոտ ժամանակներում կավարտեն ծրագրի ֆինանսավորումը։ Իրականացվելու է $250 միլիոն ներդրում, որից $150 միլիոն կհատկացվի տեղական բանկերի միջոցով, մյուս մասը կներդնի Լիդիան Արմենիան։ Ալոյանը վստահեցնում է, Ամուսարի հանքի շահագործման դեպքում ընկերությունը կդառնա Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկը։ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը Գոյ թատրոնի իրավահաջորդ ճանաչելու միջնորդությունը դատարանը վերադարձրել է, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը պարզաբանել է. Սա նշանակում է, որ Գոյ թատրոնի իրավաբանական ինքնությունը չի վիճարկվում, թատրոնի ստեղծագործական ու մշակութային ուղին չի կարող վերագրվել որևէ այլ կազմակերպության կամ պետական կառուցվածքի։ Ռեժիսորը միաժամանակ նշել է, պայքարը դեռևս ավարտված չէ, առջևում գործի բովանդակային քննությունն է։ Ռուսաստանը Միացյալ Նահանգների հետ ուղիղ ավիահաղորդակցության վերսկսման քննարկումների ժամանակ առաջարկել է վերացնել Aeroflot ավիաընկերության դեմ պատժամիջոցները։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել է, որ ռուսական կողմը նման առաջարկություն Վաշինգտոնին արել է ավելի քան 1 ամիս առաջ Էր-Ռիադում կայացած հանդիպման ժամանակ։ Ամերիկյան կողմն ընդունել է այն, սակայն մինչև հիմա չի պատասխանել։ Ըստ Լավրովի, նախորդին Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ ամերիկացիներին կրկին հիշեցրել են առաջարկության մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է հաջորդ ամիս Մերձավոր Արևելք կատարելիք շրջագայության շրջանակում Թուրքիա մեկնելու հարցը, սակայն չի սպասվում, որ այդ ուղևորության ընթացքում նա նաև Իսրայել կայցելի։ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյանն ասել է, որ Թրամփը քննարկել է այցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում Էրդողանի Միացյալ Նահանգներ հնարավոր այցի մասին, այնուամենայնիվ նրա այցի ծրագրերը դեռևս չեն որոշվել, հաստատված ամսաթիվ չկա։